Գարեգին II հայրապետի օրհնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի բերվեց Սուրբ Անանիա առաքյալի մասունքն ամփոփող աջը։ Ամեն տարի խաչվերացից հետո 5-րդ կիրակին հաջորդող երեքշաբթի օրը մեծ շուքով տոնը նշվում է Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում։ Սրբազան մասունքը թափորով տեղափոխվեց եկեղեցունքից Սուրբ Անանիայի մատուռ, կատարվեց օրհնություն, ապա տեղադրվեց եկեղեցու Սուրբ խորանին, որտեղ մնաց ողջ պատարագի ընթացքում։ Մինչև երեկոյան ժամը 17-ը հավատացյալները հնարավորություն ունեցան մոտենալու եւ հաղորդակցվելու մասունքին, հայցելու Սրբի բարեխոսությունն իրենց ընտանիքների եւ երկրի համար։ Մեր աշխարհին խաղաղություն եմ խնդրում, բոլոր ինչքան հիվանդներ կան, տկարներ կան, հիմա այնքան շատացել են հիվանդությունները, կուզեմ բոլորը մաքրվեն, սրբվեն։ Այսօր եկել եմ Սուրբ Զորավոր եկեղեցի հաղորդակցվելու Սրբի մասունքներին եւ բարեխոսությունը խնդրելու իմ ընտանիքի անդամների եւ իմ հայրենիքի համար։ Հավատքը, զորությունը պիտի տանենք մեր աշակերտներին, մեր ծնողներին, մեր ընտանիքներին, մեր երեխաներին։ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի հանդիսապետությամբ պատարագ մատուցեց Տեր Վահանը։ Անանյան Քրիստոսի 72 աշակերտներից է։ Ողջ կյանքի ընթացքում նա հալածվել է հրեաների կողմից, բայց տարածել է քրիստոնեությունը Սիրիայում եւ Արևելքի այլ երկրներում։ Լուկիանոս անունով դատավորի որոշմամբ ենթարկվել է սարսափելի տանջանքների եւ դատապարտվել մահվան։ Սուրբ Անանիայի հրաշագործ մասունքները տարածվել են երկրեերկիր, մի մասը հանգրվանել է Դամասկոսում, մյուս մասը Հռոմում Սուրբ Պողոսի տաճարում։ Հայաստանն էլ անմասն չի մնացել հրաշագործ Սրբի մասունքներից։ Ըստ ավանդության Սուրբ Անանիայի մասունքները Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը առաքյալի նահատակությունից որոշ ժամանակ անց։ Դրանք ամփոփված են եկեղեցուն կից հինավուրց մատուռում։ Այս մատուռի հետ կապված բազմաթիվ հրաշքներ են մեզ հայտնի ծառայության բնույթով եւ հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն խնդրանքներ Տիրոջը, դիմել մեր Անանիայի բարեխոսությանը եւ հայցել իրենից իր աջակցությունը։ Կարևորագույնը այն է, որ Տերը միանշանակ սրբերի այս խնդրանքները համարում է հուժ զորավոր եւ այդ զորությունը մեր կյանքում հրաշալի փոփոխություններ է կատարում։ Պատարագի ընթացքում Նավասարդ Սրբազանն անդրադառնալով Սրբի վարքագրությանը եւ քրիստոնեության տարածման գործում նրա բացառիկ դերակատարությանը, հորդորեց հավատացյալներին իրենց գործով եւ խոսքով անշեջ պահել հավատքի կրակը։ Պահել հավատքը, սերը եւ այդ հավատքով ամբողջացած ազգային միությունը։ Թե ինչ պիտի տանեք այստեղ ձեզ հետ որպես պատգամ Սուրբ Անանիայի սրբազան աչի հետ հաղորդակցվելուց։ Հարաբերական կյանքի ընթացքում մենք պետք է այդ զորությունը պահենք մեր մեջ, ոչ թե միայն մեր հոգիների փրկության համար, դրանից առավել ծառայելու համար ազգին, ընկերոջը, մտերիմին, տկարին, կարիքավորին։ Ահա կլինի այդ զորության ներգործությունը ձեր կյանքի մեջ, որ դուք եւս կմասնակցեք ծառայությամբ Տիրոջ առաքելության։ Ծիսակատարության ժամանակ ընթերցվեց Գործք առաքելոցի 9-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրվում է Սուրբ Անանիայի վարքագրությունը։ Անանիա առաքյալը Տիրոջ հրամանով բժշկել է կուրացած Սողոսին, որից հետո քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվել, Անանիայի ձեռքով մկրտվել եւ դարձել է Քրիստոսի նվիրյալ հետևորդ Պողոս առաքյալը։ Մեզ բոլորից հայտնի է, որ Անանիա առաքյալը եղել է Սիրիայի առաջի եպիսկոպոսը, հիմնադիր այնտեղ քրիստոնեության, եւ այսօր մենք կարծում եմ բոլորս միասին պատարագին նաեւ այս աղոթք առ Աստված կբարձրացնենք, հայցելով իր բարեխոսությունը Սիրիայում խաղաղություն հաստատվելու համար, ինչու՞ չէ նաեւ Հայաստանի զորացման, մեր երկրում խաղաղության ամրացման եւ սիրո եւ աստվածային զորության ներգործության յուրաքանչյուր հայի սրտում, հայի մտքում։ Սրբերի կյանքը պայքար է հանուն Քրիստոսի։ Մենք կարիքն ունենք նրանց բարեխոսության, որպիսի բացվեն մեր հոգու աչքերը Աստվածապարգև կյանքն արժևորելու եւ արժանավայել ապրելու համար։ Քարոզխոսության ժամանակ ասաց Տեր Վահան Քահանա Առաքելյանը, մաղթելով, որ բոլորի աղոթքները լսելի դառնան Աստծուն։ Սուսաննա Պետրոսյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։